2010 թվականին ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակաբաժինների կողմից կատարված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները ներկայացնելով Աննուբաղ Համբարյանը նշեց, որ գրանցվել է հանցագործությունների 1229 դեպք, նախորդ տարվա 1223-ի դիմաց։ Ինչ վերաբերում է բացահայտումներին, ապա ըստ վարչության պետի 1,2% դրական տեղաշարժ է եղել։ Ընդհանուր առմամբ մարզում կատարվել է 715 քրեական հանցագործություն, որից 94-ը Թումանյանի տարածաշրջանում։ Ձեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ մենք կարևորում ենք մարզում առանձնապես ծանր մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները։ Ուզում եմ ձեզ բոլորիդ տեղեկացնեմ, որ մարզի տարածքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 11 դեպք։ Ըստ տարածքների Վանաձոր 5, Գուգարք 1, Սպիտակ 3, Թումանյան 2, ընդհանրապես 11։ Դրանք են սպանության 6, սպանության փորձի 1, կաշառքի 1, թմրամշի հրացում 1 եւ ավազակություն 2 դեպքերով։ Մարմնական ծանր վնասվածք պատճառելու 146 դեպքից 19-ը Թումանյանի տարածաշրջանում է եղել։ Մարզում գրանցվել է 265 անձնական ունեցվածքի ուղղություն, այդ թվում բնակարան 62։ Ըստ տարածքների Վանաձոր 117, Գուգար 48, Սպիտակ 15, Ստեփանան 46, Տաշիր 11, Թումանյան 28։ Ընդհանուր առմամբ 2010 թվականին մարզում մահվան ելքով 15 վրաերթի դեպք է գրանցվել։ Սպանության 1 փորձ է կատարվել, որը դեռևս նախաքննության փուլում է։ Ես նույն խորին շնորհակալություն հայտնեմ լրատվամիջոցներին, որպեսզի ձեր միջոցով մենք իրազեկեցինք հասարակությանը եւ նմանատիպ 47 դեպք, երբ որ մարդիկ իրանց հոժար կամքով զենք զինամթերքներ ներկայացրել են ոստիկանություն եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Բայց դրա հետ մեկտեղ ոստիկանության կողմից ձեռնված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնվել նմանատիպ 61 դեպք ապօրինի զենք զինամթերքի։ Դրանք են 15-ը Վանաձորում, 10-ը Գուգարքում, 11-ը Սպիտակում, 5-ը Ստեփանավանում, 6-ը Տաշիրում եւ 14-ը Թումանյանում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության 89 դեպքից 14-ը եւ իրացման 27 դեպքերից 3-ը Թումանյանի տարածաշրջանում են գրանցվել։ Մենք լուրջ աշխատանքներ ունենք այնպեսի հնչողություններ հանցագործությունների բացահայտ, ինչպիսին են Կախյանների ընտանիքի սպանությունը, Լոռու մարզի դատախազի սպանությունը, Սպիտակում կատարված սպանությունը, ինչին է ընդհանրապես մարդկանց ունեցվածքի պահպանությունը։ Ուղղակի մենք չենք կարողացել լավ աշխատենք, ես բարձր եմ ասում, եթե հանցագործությունները բացահայտել։ Մենք պետք է մենք համարում ենք լավ աշխատած, երբ որ հանցագործությունը բացահայտվում է։ Եթե 100-ից 1-ն չի բացվում, ուրեմն մենք վատ ենք աշխատում։ Բայց չենք ասում, որ մենք չենք աշխատել։ Պետական ունեցվածքի գողության 37 դեպքերից 12-ը եւ 59 կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 7-ը նույնպես Թումանյանի տարածաշրջանում է կատարվել։ Անչափահասների կողմից մարզում 97 հանցագործություն է կատարվել, որից 6-ը Թումանյանի տարածաշրջանում։ Աննուբաղ Համբարյանը մտահոգություն հայտնեց հատկապես անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու փաստի առթիվ, նշելով, որ այստեղ ոստիկանությունից բացի լուրջ անելիքներ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները, դպրոցներն ու լրատվամիջոցները։ Մենք անչափահասի շրջանում կները որոշակի աշխատանք չեն կարողանում տանել, դրական առումով կարող է, իսկ թվում է, որ դեր մեր աշխատանքը անչափահասների շրջանում այնքան էլ լավ չտրած, որովհետև մենք ունենք ծնողներ, երբ որ ընդհանրապես իրանց երեխայի դաստիարակում ընդհանրապես չեն զբաղվում, ընդհանրապես չեն զբաղվում, ու Աստված մի արած, եթե երեխան հանցագործություն է կատարում, ինքը բացի իրանից բոլորին մեղադրում է, բացի ինքը իրանից բոլորին է մեղադրում։ Աննուբաղ Համբարյանը լրագրողներին տեղեկացրեց նաև 2010 թվականին Լոռու մարզի ոստիկանների ունեցած հաջողությունների մասին։ Ոստիկանապետի կողմից 219 անձ ենթարկվել է խրախուսանքի, մեկը տույժ է ստացել։ Վարչության պետը կարծում է, որ հասարակություն ոստիկանություն անվստահության անջրպետը հետզհետե կվերանա, իհարկե երկուստեք անաչառ աշխատանքի արդյունքում։ Արմանուշ Նիազյան, Արման Տիտանյան, լուրեր։